Քրիստիկ ասած հոյտ նարեկ ընդերս գո։ Ես ուստոր ուզում եմ խոսամ մի երևույթից, որի անունը նարեկ, ազգանունը Սարգսյան։ Եթե կհիշեք, այս երիտասարդն է, ով ասում էր ուսուցիչներին մի լսեք երեխաներ։ Նրանք ձեր ուղեղները բռնաբարում են։ Հիշեցիք, կարծում եմ հիշեցիք, այն մեծ սուտի դերասանել կար Արամ Մանուկյան, էդ էլ էր դրանից խոսում։ Հիմա ինչ անեմ։ Սևակը քննադատում։ Ասում է Սևակը միջին գրողա, Սևակը լավ գրող չի։ Ես չեմ հասկանում, այստեղ է գրա քննադատա, մեղույա պահում իմացանք, տղա ջան, թե դու մեղու ես պահում, մի բզբզա։ Ճիշտ ասած, ես ուզում եմ զանգեի հոգեբուժարան իմանայի, արդյոք այս տղան հոգեկան շեղումներ ունի։ Բարձից էլ բարձ։ Ոչ մի հոգեկան շեղում է չունի սա։ Նայում ես դեմքի, ոնց որ փեջի կողը հալած շիշ։ Որը շատ իր նայում ես մազերին, գլխի մատ թափած մազերին, ոնց որ գյուղի ֆուտբոլի դաշտն լինի։ Ու այս մարդը կարում ասած բաներից խոսա։ Ասա մեր 13-14 տարեկան հասունացած աղջիկներ։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ զբաղվեք ակտիվ սեռական կյանքով։ Սա երիտասարդն է, որ ասում էր՝ մի լսեք ուսուցիչներին, սիկտիր արեք ներողություն արտահայտությանս համար, ես քֆու չեմ տալիս կուրտունական մարդ եմ։ Ասում է սիկտիր արեք ձեր ուսմասվարներին։ Հիշում եք, չէ՞, թարմ դեպք է։ Մի ուսուցչուն Մերձավանի դպրոցում, որ երեխաները չասում ինչ չէին կերել, սխալ բան էին արել։ Պատժվեցին։ Մի ուսուցչու համար ամբողջ ազգով կանգնեցինք, լավ արեցինք։ Բա մի հատ հասուն մարդ, ապուշ։ Ամբողջ մանկավարժներին բան ասում, ինչի՞ չեք խոսում։ Ով պետք է խոսի։ Ինչքան կարելի է։ Էդ իրարից է որ ասում են, էդ իր իրավունքն է։ Ոչ չեմ հասկանում, նորմալ մարդիկ ես երկրում իրավունք չունեն նորմալ ապրելու։ Տղա ջան, լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե քո ազգանվան վերջի 3 տարը յանով է վերջանում, դա դեռ չի նշանակում, որ դու հայ ես կոչվում։ Ազգանվան վերջի 3 տարերը նաև ունցով են վերջանում եւ ունիով, ուշադիր լսի։ Եթե քո նման մարդիկ այս երկրում շատ կան, որոնք ուզում են խալխլեն այս երկրի հիմքերը, պախարակեն մարդկանց, Իշքան ունի ազգանունով անուշ ապեր կա, իրանց մաման ունի։ Բայց երբ որ դուք սիրում եք Պարուս Սևակի պոեզիան, դուք մի մտածեք, որ դա լավն է։ Դուք սիրում եք, դուք սիրեք, դա հիանալի է։ Եթե այդ պոեզիան ձեր հոգու հետ խոսում է, ձեր սիրտը դրանից թրթռում է, Ասատրյանի երգերից է լաց լինում։ Մարդ կա, չգիտեմ, Միշոյի ռեպով է հիանում։ Բայց դա չի նշանակում, որ Միշոն կամ Արամ Ասատրյանը աշխարհի ամենաուժեղ պոետներն են։ Չի նշանակում դա։ Ամեն մեկը իր տեղն ունի եւ չի կարելի սրբապղծություն անել եւ ասենք Պարուս Սևակին դնել Եղիշե Չարենցի։ Ես չեմ դուք եք ինչ կասեք։ Տղա ջան, ես հիշում եմ, երբ որ Եղեռնի օրը որոշ երիտասարդներ Ադրբեջանի դրոշը վառել էին, դու ոգևորվել էիր։ Քո նման շատերն էլ լայքել էին, ասում էին կեցես, որ ասում էիր դրոշը վառել եք, ճղճիմներ չգիտեմ ինչ էր։ Այդքան դրոշի մասին մտածող տղա ես, հո։ Նայ Ադրբեջանում ոնց են հարսանիքներ արդեն ներշան։ Բա իրաց մասին չի դիտել չես լսում նկարը, հա։ Խոսա։ Ճիշտ է, դրոշը վառելու մեջ չի հայրենասիրություն ցույց տալը։ Դրոշը վառելով չի, որ ուժդ կարաս ցույց տաս։ Ինչքան է սիրում քո հայրենիքը, ուրիշի դրոշը վառելու մեջ չի։ Բայց դու քո ազգակցին քննադատում ես, հարևան պետությունը, Ադրբեջանը, քո շատ սիրելի։ Տես ոնց են հարսանիքները հիմա նշեմ։ Եթե վաղը ես չտեսա, որ դու իրաց այդ արածը քննադատել ես, ես քո մամա գուլալը կարա։ Անցանք առաջ։